1988-ի աղետալի երկրաշարժի 37-րդ տարելիցին Գագիկ Ծառուկյանի 1000-ից ավելի թիմակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ Գյումրիում են հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Գյումրիի կենտրոնից բազմամարդ երթը շարժվում է դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհում ու ծաղկեպսակ դնում Գագիկ Ծառուկյանի անունից։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ռաչյա Ռոստոմյանը հայտնեց, որ հարգելի պատճառով Գագիկ Ծառուկյանը Գյումրիում չէ, բայց Գյումրին միշտ է նրա ուշադրության կենտրոնում։ Ապացույցներից մեկն էլ առաջարկ Հայաստանին նախագծում Գյումրիի վերակառուցման վերաբերյալ հսկայածավալ ծրագրերի առկայությունն է։ Այսօր պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ մենք ողջ թիմով եւ մեծ ընտանիքով եկել են Գյումրի, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք։ Ցավոք սրտի հարգելի պատճառներով պարոն Ծառուկյանը չկարողացավ ներկա գտնվել, բայց նա անպայման կգա Գյումրի եւ կհանդիպի գյումրեցիների հետ, բայց միևնույն ժամանակ խնդրեց փոխանցեմ, որ Գյումրին դա մեր վերքն է, դա մեր պարծանքն է։ Գյումրին համաշխարհային նշանակությամբ քաղաք է, որովհետեւ բազմաթիվ հայտնի մարդիկ ծնվել են Գյումրիում, դա մշակույթ, սպորտ, արվեստ, գիտություն, կինո։ Մենք այսօր պարոն Ծառուկյանի գլխավորությամբ աշխատում ենք մի ծրագրի շուրջ, որը կոչվում է Առաջարկ Հայաստանին, եւ այդ Առաջարկ Հայաստանում մի մեծ հատված նվիրված է Գյումրիին, որի գլխավոր նպատակներից մեկը Գյումրիում իրականացնել մեգա պրոյեկտներ, մեգատնտեսական պրոյեկտներ, Գյումրիում կյանք ավելի ուրախ կդառնա, ավելի արժանապատիվ կլինի, իսկ կենսամակարդակը ավելի կբարձրանա։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ Գյումրին մեր պարծանքն է։ Մենք այսօր եկել ենք մեր թիմակիցներով, մեր ընկերներով հարգանքի տուրք մատուցելու եւ իմ կարծիքով մենք կհամարենք հարգանքի տուրքը մատուցած, երբ որ աղետի հետևանքով տուժած բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում մենք ունենանք հզոր զարգացած ենթակառուցվածքներ, տնտեսապես ուժեղ քաղաքներ եւ գյուղեր, ինչու՞ չէ Գյումրին որպես մեր երկրի մշակութային քաղաք, չքնաղ Գյումրի ունենանք։ Աղետից 37 տարի անցել վերքերը չեն սպիանում, հարազատների կորստի ցավը չի ամոքվում, խոնարհվող ծաղիկները ու հիշողություններն են իրենց սրտի մխիթարանքը։ Իմ մոտ վատ հիշողություններ է մնացել այսօրվա վերաբերյալ, կորցրել եմ իմ քրոջս փեսայից, 3 որ երեխա է մնացել իմ խնամքի տակ։ Ահագին շատ մեծ ճանապարհ եմ անցել, ասեմ, բայց հաղթահարել եմ, այսօր փառք Աստծո, որ այդ խաղաղ իրավիճակում այդ 3 երեխան այսօր իրենց ընտանիքներն են կազմել։ Իմ նպատակը միայն դա էր կյանքում։ Ինչպիսի քաղաքի մասին են երազում, հարցնում ենք։ Ուզում ենք տեսնել առաջվա Գյումրին, ժողովուրդ ուրախ, դեմքերին ժպիտ։ Գեղեցիկ մեր հին Գյումրին ենք ուզում, որ լինի ամեն ինչ բարեկեցիկ, ժողովրդի վիճակը բարելավի եւ կարողանան նորմալ ապրեն։ Ուզում ենք աղետներ չդինի, պատերազմը չլինի, խաղաղություն լինի, աղետից հեռու մնանք, ավելի սեյսմակայուն շենքեր սարքեն, որ զոհ չլինի։ Ես ուզում եմ Գյումրին տեսնել վերակառուցված եւ ուզում եմ, որ կործանները նկարվեն, ոչ միայն բնակելի շենքերը։ Եվ նորից նույն ծաղկուն քաղաքը դառնա, ինչ որ երկրաշարժից առաջ էր։ Գյումրին վերակառուցված տեսնելու, կրկին ծաղկուն քաղաք ունենալու ցանկությունն ու ձգտումն են գյումրեցիներին ապրելու, առաջ շարժվելու եւ աշխարհին հզոր ներկայանալու ուժ տալիս։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։